Ժորժան Բարզես, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուց սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու որքան որ մոտիկանում են ընտրությունները, այդքան տարբեր քաղաքական ուժեր սկսել են, այն որ ասում են գլխից մեծ խոստումներ տալ ժողովրդին, էլ իրար մեջ պարզում են, թե ով ավելի լավ կնայի ժողովրդին, եթե գա իշխանության, էլ ոսկե սարեր, էլ բոլորը կունենան աշխատանք, բարձր աշխատավարձով, էլ թոշակները 100,000 դրամ կլինեն, էլ ես չգիտեմ, աղքատ մարդ երկրում չի լինի ու իրար մեջ պարզում են աղմուկ, կռիվ, նորից այն նույն բանը, ինչ որ 5 տարի տեսնում ենք այս ազգային ժողովում, հա, որը 21 թվականից է։ Եվ որևէ այս 4.5 տարի միջև ընտրությունների մոտիկանալ, ես չեմ հիշում, որ ժողովրդի մասին անգամ որևէ մեկը հիշեր, որևէ մեկը ասել, գիտեք ինչ, ժողովուրդը այս խնդիրը ունի, այն խնդիրը ունի, չեմ հիշում, որ մեկը հիշեր, որ թոշակառուն ապրում է վատ, չեմ հիշում, որ հիշեին, որ նպաստներից մարդկանց կտրում են, չէի հիշում, որ որևէ մեկը ասի, գիտեք, բանկային, վարկային կամ չգիտեմ այլ նման կազմակերպությունների տոկոսադրույքները շատ բարձր է, եկեք մի բան անենք, իջացնենք, չէ, բայց հիմա քանի որ ընտրություններն են մոտիկանում, բա հիշել են ժողովրդին, բա ոնց չհիշեն, բա ոնց ոսկե տեն սարեր չխոստանան, բա ոնց մի հատ էլի չմոլորեսնեն, չմանիպուլացնեն, հետո գան ու մոռանան ամեն ինչ, բա մի հատ տես բան չանեն, ոնց կլինի Ժորժ ջան։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ բոլորը իրար վիրավորելով, սրանք նրանց, ընդդիմությունը իշխանությանը, իշխանությունը ընդդիմությանը եւ այլն, եւ այս աղմուկի մեջ նորից ժողովրդին ասելու են, գիտեք ինչ, ընտրեք կամ մենք ենք, կամ նրանք են, բայց Ժորժ ջան, մեր նպատակը ո՞րն է։ Մեր նպատակը նա չի, որ էլի նոր պարլամենտ ընտրենք, իշխանություն եւ ընդդիմություն, որ էլի 5 տարի տեսնենք, թե ինչ կռիվներ են գնում, թե ինչ հայոյանքներ են գնում, թե իրար վրա ոնց են շիշ շպրտում եւ այլն։ Դա մեզ պետք չի, դա մենք արդեն տեսել ենք, հոգնել ենք, արդեն չենք ուզում իրականում։ Մենք ուզում ենք մի բան, ուզում ենք, որ ժողովրդի օրական խնդիրները, իրական խնդիրները, առօրյա խնդիրները լինեն քաղաքական դաշտում օրակարգային, ամբողջ տարի, ոչ թե ընտրությունից ընտրություն, ամեն օր, ոչ թե ընտրությունից ընտրություն։ Եվ մեր նպատակը դա է։ Ես որպես Հանուց սոցիալական արդարության կուսակցության նախագահ մտնում եմ պայքարի մեջ հենց այդ նպատակով, այն նպատակով Ժորժ ջան, որ մեր ժողովրդական օրակարգը եւ հարցերը լինեն առաջնային, եւ մենք դա միասին կարող ենք անել։ Մի հոգի, երկու հոգի չի կարող բան փոխել, բայց միասին մենք 100% կարող ենք։ Ինչու եմ ես ասում, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, որտեղ մենք իսկապես շատ ենք, ու մենք իսկապես ճիշտ ենք, ու մեզ հետ պետքա բոլորը հաշվի նստեն, թե իշխանությունը, թե այսօրվա ընդդիմությունը, թե բոլորը։ Իսկ այդ աղմուկը այլևս որևէ մեկը չի ուզում լսի։ Այդ վիրավորանքները այլևս որևէ մեկը չի ուզում լսի։ Ժորժ ջան, միջև մեր թոշակներից խոսալը, սոցիալական թեմաներից խոսալը, ով էր խոսում դրա մասին։ Հիմա ամեն անկյունում յուրաքանչյուր քաղաքական ուժ խոսում է թոշակի բարձրացումից։ Իրականում մենք այս հարցը սարքեցինք քաղաքական դաշտում օրակարգային։ Երբ որ նրանք, ովքեր ասում են, որ ոչինչ չի փոխվում, մեր խոսքը լսելի չէ, Ժորժ ջան, հիմա ամեն անկյունից խոսում են թոշակի բարձրացման մասին, որովհետև դուք եք դա ուզել, որովհետև դուք եք դա բարձրաձայնել, որովհետև մենք միասին տարանք այդ հարցը առաջ եւ հիմա դա դարավ օրակարգային։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ հարցը լուծում է ստանալու։ Այո, մեր պայքարի արդյունքում լուծում է ստանալու, որովհետև փուլային է պայքարը, սկզբից մենք սարքում ենք խնդիրը օրակարգային, հետո պայքարում ենք եւ ստանում ենք լուծում։ Միջև ինքը չի դառնում օրակարգային, հրապարակային հարց, լուծում սпасել պետք չի։ Այս սա է, որ մենք ապացուցում ենք դրանով, որ մենք կարող ենք եւ մենք շատ ենք եւ մենք ճիշտ ենք եւ մեզ որևէ մեկը չի կարող չլսել։ Իշխանություն կլինի, ընդդիմություն կլինի։ Ժորժ ջան, խնդրում եմ, եկեք միավորվենք, եկեք շարունակենք մեր ժողովրդական պայքարը։ Հանուց սոցիալական արդարության կուսակցությունը եւ ես որպես այդ կուսակցության նախագահ ունենք թիմ։ Այդ թիմը դուք եք, այդ թիմը մենք ենք։ Պետքա շատանանք, միավորվենք, կոնսոլիդացվենք եւ տանենք մեր պայքարը առաջ։ Հիմա, որքան մոտիկանալու են ընտրությունները, այդքան ավելի շատ է լինելու աղմուկը։ Քաղաքական ուժերը, ընդդիմությունը եւ իշխանությունը անընդհատ իրար վիրավորելու են եւ այդ աղմուկում փորձելու են ձեր ուշադրությունը, մեր բոլորիս ուշադրությունը, ժողովրդի ուշադրությունը շեղել։ Մենք պետքա դա թույլ չտանք։ Մենք պետք է ասենք հերիքա ձեր նախկին ներկան անելով, հերիքա ձեր հարցերը պարզելով, ժողովրդի խնդիրները թողեք
ոչ լուծված։ Ժորժա, մենք պետք է մերժենք այդ օրակարգը, այդ աղմուկը, այդ իրար պարզելու այդ քաղաքականությունը, իրար հետ ինչ-որ բան պարզելու, այդ իշխանության եւ ընդդիմության, եւ պետք է ժողովրդի օրակարգը առաջ տանենք։ Բոլոր խնդիրները, թոշակի բարձրացումը, նպաստների բարձրացումը, աշխատավարձների բարձրացումը, վարկային տոկոսադրույքների նվազեցումը, թոշակառուների հանդեպ պետության կողմից արդար քաղաքականությունը, ուսանողների հանդեպ արդար քաղաքականությունը եւ գնաճի հետ կապված վերահսկողությունը, բոլոր հարցերի հետ կապված։ Ժորժան, մեր պայքարը դա է։ Մենք պետք է պայքարենք եւ հասնելու ենք մեր նպատակներին։ Խնդրում եմ մաքսիմալ կերպով տարածել այս տեսանյութը, գրել մեկնաբանություններում, ձեր խոսքը ասել, բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, լինենք կապի մեջ, շուտով սկսելու եմ շրջել մարզերով, Երևանի վարչական շրջաններով եւ խնդրում եմ ակտիվ եղեք, խնդրում եմ մի հուսահատվեք եւ հիշեք, որ մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք։